2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով մենք աճ ունենք մոտ 14.8%։ Ներգնաց զբոսաշրջային այցելությունների մասով Հայաստան այցելել են, Հայաստան ներգնաց զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է մի փոքր ավելի քան 1,41,000, ինչը, ինչպես նշեցի, 14.8%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Դա լավ է։ Դա լավ է, սակայն մենք դրանից չպետք է հանգստանանք, թուլանանք, ասենք, այ տեսեք, նորից վերականգնվում է, նորից աճ ենք ունենում։ Մենք չպետք է մոռանանք, որ 2024 թվականին, 2025-ի նույնիսկ առաջին կիսամյակի տվյալներով շուկան մեզ զգուշացնում էր, որ մենք պետք է մեր քաղաքականությունները վերանայենք, որտեղ ըստ էության մենք ունենք անհարկի գնաճ որոշ զբոսաշրջային ծառայությունների առումով, եւ սա մեր մրցունակության վրա ազդեցություն չի կարող չունենալ, եւ որպեսզի չկրկնվի նման բան, մենք պետք է իրականում ավելի սթափ լինենք, ավելի զգոն լինենք, չմոռանանք ծառայությունների որակի մասին, չմոռանանք մեր գլխավոր առանձնահատկություններից մեկի մասին, մեր ժողովրդի, մեր նաև բիզնես հատվածի լեգենդար հյուրընկալության, հյուրասիրության մասին, որ միշտ ցանկացած այցելու, ցանկացած հյուր Հայաստանի, նույնիսկ եթե այսպես աչքերը կապած բերեն, չիմանա թե ուր է թռչում, հայտնվի Հայաստանում, ինքը հասկանա, որ Հայաստանում է, այդ իր նկատմամբ ունեցած վերաբերմունքից։ Սա շատ կարևոր է։ Դա դեռևս մեզ հաջողվում է, եւ նույնիսկ դա է այն կարևոր գրավականներից մեկը, որ նույնիսկ այս անհարկի գնաճին մեզ մոտ շարունակվում է ավելանալ զբոսաշրջային այցելությունների թիվը, Հայաստանը դեռևս մնում է գրավիչ համաշխարհային շուկայում։ Ըստ էության մենք կարծես թե պետական, թե մասնավոր հատվածում տեսնելով Հայաստանի նկատմամբ անընդհատ աճող պահանջարկը, հետաքրքրությունը միջազգային զբոսաշրջության, մտածել ենք, որ արդեն էլ կարող ենք կորցնել զգոնությունը եւ կարող ենք միանգամից հարստանալ եւ շատ ժամանակ չհիմնավորված գները բարձրացնում ենք։ Իրականում մենք ունեցանք նման զգուշացում շուկայի կողմից։ Մենք կորոնավիրուսից հետո տարեստարի այսպես մեծ քայլերով սկսեցինք վերականգնվել, ես նկատի ունեմ զբոսաշրջային այցելությունների թվի առումով, այն էլ անհատական այցելությունների, կազմակերպված զբոսաշրջությունը, այո, կամաց վերականգնվում է, այո, ունի առանցքային շատ կարևոր նշանակություն Հայաստանի զբոսաշրջության համար, ընդհանրապես կայուն, պատասխանատու զբոսաշրջության զարգացման համար, բայց դեռևս մեծ տոկոս չի կազմում ընդհանուր այցելություններում, ինչը ցավալի է, ոչ թե պարզապես լավ չէ։ Դա ցավալի է, մենք ամեն ինչ պետք է անենք կազմակերպված զբոսաշրջությունը ամրապնդելու, զարգացնելու եւ դրա տեսակարար կշիռը ընդհանուր այցելություններում բարձրացնելու առումով, որտեղ կազմակերպված զբոսաշրջությունն է, որ իրականում ապահովելու է հիմնական կորիզը, հիմքն է հանդիսանալու կայուն, պատասխանատու զբոսաշրջության զարգացում եւ հետեւաբար կայուն տնտեսական զարգացում ապահովելու համար։ Այս առումով մենք տեսեք ունեցել ենք այս այցելությունների թվի աճը, դրանով ոգևորվել ենք եւ որոշակի եւ հյուրանոցային եւ հանրային սննդի ծառայություններ, տրանսպորտային ծառայություններ, որը նաեւ պայմանավորված է վառելիքի գներով եւ այլն, ըստ էության ավելացել են։ Ինքն թույլատրելի նորմայից էլ ավելացել են, կարելի է ասել։ Այս առումով մեր զբոսաշրջային
արդյունքի զբոսաշրջային փաթեթների նաև գները նույնպես բարձրացել են, դրանց գումարվել են նաև արտարժույթի նկատմամբ հայկական դրամի զգալի արժևորումը 30%-ից ավելի, սա բերել է արտարժույթով մեր զբոսաշրջային արդյունքի էական, բայց նաև անհարկի բարձրացման։ Ես պետք է նորից հիշեմ, որ Տուրիզմի հայկական ֆեդերացիան հանդես է եկել առաջարկությամբ, համապատասխան օրենքի նախագիծ է ներկայացրել կառավարություն, ի պատիվ էկոնոմիկայի նախարարության, զբոսաշրջության կոմիտեի այդ առաջարկը իր էությամբ ընկալվել է եւ շրջանառվել, ըստ էության դրական արձագանք ստանալով շահագրգիռ նաև նախարարությունների կողմից, նաև քննարկվել է ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում, վերջերս մի 2 ամիս առաջ այսպես քննարկում ունեցանք նաև ֆինանսների նախարարությունում, մի փոքր նաև տեխնիկական փոփոխությունների շուրջ քննարկում եղավ, ընդհանուր ունենք այսպես սկզբունքային համաձայնություն, հիմա սպասում ենք, որ արդեն նորընտիր ազգային ժողովում ձևավորվեն բոլոր ինստիտուտները, հանձնաժողովները մշտական եւ արդեն նորից կանրադառնանք օրենքի նախագծին, խոսքը գնում է ներգնաց զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ ավելացված արժեքի հարկի զինվորական դրույքաչափի կիրառմանը կամ նման այլ լուծում, այլ ընտրանքային, որը ինչպես նշեցի արդեն քննարկել ենք, սկզբունքը պահպանելով, սա շատ կարևոր նշանակություն է ունենալու թե այս անհարկի գնաճի մեղման առումով զգալիորեն նպաստելու է այդ խնդրի լուծմանը, բայց նպաստելու է մի շարք շատ կարևոր ոլորտի քաղաքականության մի շարք շատ կարևոր խնդիրների լուծման։ Սա եւ կազմակերպված զբոսաշրջության ամրապնդմանը զարգացմանն է նպաստելու, եւ մշակութային ու տեղեկատվական անվտանգության ապահովմանն է նպաստելու, եւ տարածաշրջանային համագործակցության եւ տարածաշրջանային մրցունակության բարձրացման խնդիրներին է էապես նպաստելու, որտեղ մենք այստեղ խնդիր ունենք նաև մեր հարևանների հետ, Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան, շրջափակումից հետո նաև մյուս հարևան երկրների հետ, նաև տարածաշրջանային միասնական զբոսաշրջային արդյունք ձևավորելու եւ համաշխարհային շուկայում դրանով պատշաճ ներկայանալու առումով եւ մրցունակ լինելու առումով։ Այսօր հիմնականում Հայաստան-Վրաստան համագործակցության շրջանակներում ոչ միայն մենք հետ ենք մնում մեր հարևան Վրաստանից եւ զիջում մրցունակությամբ եւ նաեւ զիջում մեր դիրքերը տարածաշրջանային համագործակցության շրջանակներում օտարերկրյա գործընկերների հետ հարաբերություններում դրանով տուժում է նաեւ տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթներով Հայաստան այցելությունների տևողությունը, այսինքն ոչ թե 50-50 է բաժանվում, ասենք թե 10-օրյա փաթեթ, երբ որ լինում է օրինակ եվրոպացի զբոսաշրջիկներն այցելում են Հայաստան-Վրաստան, ոչ թե 5 օր Հայաստան, 5 օր Վրաստան, զգալիորեն ավելի քիչ Հայաստան, ավելի շատ Վրաստան, որտեղ հիմնականում վրաց գործընկերների հետ են սկսում խոսել եւ կազմակերպել այս տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթը օտարերկրյա գործընկերները, որտեղ նրանք ավելի մրցունակ են գնային առումով։ Դրանով պայմանավորված նաեւ Հայաստան օրերի թիվն է քչանում։ Դրանով պայմանավորված նաեւ Հայաստանում շրջագայությունները նույնպես ոչ միշտ եւ ոչ հիմնականում կամ ոչ ամբողջությամբ մեր վերահսկողության տակ են կամ մենք ենք ամբողջությամբ դա որոշում։ Նման խնդիրներ մենք ունենում ենք։ Իսկ ահա եթե մեզ մոտ նույնպես կիրառվի այս օրենքը, ինչը Վրաստանում գործում է 2011 թվականից, մենք արդեն կհավասարվենք մեր դիրքերով եւ նաեւ մի կարեւոր բան էլ մենք բացի այն, որ ինչպես նշեցի, մենք հետ ենք մնում մեր գործընկերներից, մենք նաեւ նրանց ենք հետ պահում, մենք խոչընդոտում ենք նաեւ
համատեղ զբոսաշրջային արդյունքի մրցունակությանը համաշխարհային շուկայում, ինչը մեզ բազմիցս մեր վերած գործընկերները տեղեկացրել են ինչի մասին։ Այսինքն մենք այս նախագծով շատ հարցեր ենք լուծելու։ Այնպես որ մենք շատ մեծ հույս ունենք, որ ի վերջո պետական մասնավոր համագործակցության շրջանակներում վերջնականապես մենք կգանք համաձայնության եւ այս օրենքի նախագիծը կընդունվի։ Եվ մենք արդեն կարող ենք ասել, որ կարողանում ենք ամբողջականորեն իրականացնել ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումները, որտեղ սա արդեն գործընթացում գտնվող եւ բավականին հաջող գործընթացում գտնվող ինստիտուցիոնալ բարեփոխումների էական անբաժանելի մաս է, առանց սրա այդ ամբողջ բարեփոխումները թերի կլինեն։ Մինչ Նավասարդ հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոնը մենք ունեցանք մի շարք շատ գեղեցիկ միջոցառումներ, Երևանյան գինու օրեր, Գարեջրի փառատոն, Տոլմայի համահայկական փառատոն, որը ցավոք կորոնավիրուսով, պատերազմով պայմանավորված, դրանից հետո էլ չէր հաջողվել մի քանի տարի կազմակերպել, որը ավանդական էր, որը մեծ հաջողություն ուներ, եւ այս տարի մեր գործընկերոջը ֆեդերացիայի անդամ հայ խոհարարական ավանդույթների զարգացման պահպանման հասարակական կազմակերպությանը հաջողվեց համագործակցությամբ ֆեդերացիայի մյուս անդամի Գեորգյան կոնցեռն ընկերության հետ Զվարթնոցում եւ արդեն ըստ էության վերականգնվեց Տոլմայի փառատոնը, որը պետք է ավանդաբար ամեն տարի շարունակվի, որից հետո նաև ինչպես նշեցի, մեր երկու անդամ կազմակերպությունները համագործակցությամբ նաև կազմակերպեցին խորովածի փառատոնը, նորից Լոռու մարզում, այս անգամ որտեղ սկսել է Լոռու մարզում, Աղթալա համայնքում, էլի Լոռու մարզում, այս անգամ Ստեփանավանում կազմակերպվեց փառատոնը, նորից հայ խոհարարական ավանդույթների զարգացման պահպանման հասարակական կազմակերպության կողմից համագործակցությամբ ֆեդերացիայի մյուս անդամ Գեորգյան կոնցեռն ընկերության հետ։ Սրանք շատ կարևոր են։ Եվ Նավասարդը այս տարի փառատոնի 5-րդ հոբելյանական տարին էր, արդեն դարձավ Նավասարդ փառատոնը 5 տարեկան եւ բավականին լավ ձեռքբերումներով ու նորություններով։ Փառատոնը ես ինչպես նշել էի միշտ եւ հիմա էլ փառատոնները պարզապես սովորական մշակութային միջոցառումներ չեն։ Դրանք բացի այն, որ բացառիկ զբոսաշրջային արդյունք են, մշակութային ժառանգության մաս են կազմում, գեղեցիկ մշակութային զբոսաշրջային նշանակության միջոցառումներ են, դրանք էական, թե տնտեսական, թե սոցիալական, թե մշակութային, թե քաղաքական բնույթի նշանակություն ունեն եւ նման հարցեր են կարողանում լուծել։ Իսկ Նավասարդը ըստ էության նաեւ միջազգային համագործակցության մի կարևոր ու վառ օրինակ է։ Եվ ի թիվս այլ ձեռքբերումների, որ մենք ունեցել ենք փառատոնի կազմակերպման շնորհիվ, արդեն ստեղծվեց մի հայ-իրանական բարեկամության մի նոր մակարդակ, երկու քաղաքները, այդ փառատոնը ավանդաբար հյուրընկալող Սիսիան համայնքը, Սիսիան քաղաքը դարձավ քույր քաղաք Իրանի Գիլանի նահանգի Լահիջան քաղաքի հետ։ Եվ հենց փառատոնի ժամանակ, փառատոնի շրջանակներում բեմահարթակից հանրության բազմահազարանոց հանրության ներկայությամբ ստորագրվեց այդ քույր քաղաքներ դառնալու փաստաթուղթը։ Շատ գեղեցիկ էր, շատ լավ ընկալվեց եւ հանրության կողմից եւ իհարկե երկու
երկրների պետական մասնավոր շրջանակների կողմից եւ սա մի համագործակցության նոր մակարդակ է։ Բացի այդ, փառատոնի շրջանակներում մեկնարկեց խաղաղության գավաթ միջազգային խոհարարական մրցույթը, որը արդեն դառնալու է ավանդույթ, իսկ արդյունքները դա պարզապես ապացուցեցին, որովհետև ամեն ինչ շատ լավ էր ու բարձր մակարդակով եւ փառատոնը փայլեց իր հմայքով եւ բազմազանությամբ եւ մրցույթը տեղի ունեցավ պատշաճ որակով ու մակարդակով եւ նաեւ բավականին լավ հնչեղությամբ բոլոր կողմերը շատ գոհ էին, բոլոր կողմերը պարզապես խանդավառված էին եւ ինչ տեղի ունեցավ այդ խոհարարական մրցույթով միջազգային եւ հայ-իրանական փառատոնի շրջանակներում քաղաքակրթության, մարդկային քաղաքակրթության հիմքերում կանգնած երկու հինավուրց ժողովուրդ աշխարհին այ խոհանոցով, մշակույթով խաղաղության ուղեր ցեղեցին։ Եվ արդեն այս փառատոնը մենք նախատեսում ենք նորից ավանդաբար եւ փառատոնը եւ միջազգային խոհարարական մրցույթը նախատեսում ենք արդեն ավանդաբար դա կազմակերպել ամեն տարի Սիսիանում։ Սիսիանը դարձնելով ոչ միայն Նավասարդի կենտրոն, այլ նաեւ խաղաղության գավաթ միջազգային խոհարարական մրցույթի կենտրոն։ Սիսիանը դրան արժանի է, սիսիանցիները դրան արժանի են, հրաշալի մարդիկ են եւ համայնքը եւ համայնքապետարանը ընդհանրապես որպես կանոն փառատոնները կազմակերպվում հաջողություն են ունենում, կայուն զարգացում են ունենում այնտեղ, որտեղ դրա ցանկությունը ունեն։ Ես դա ասում եմ բառի բուն իմաստով։ Ցանկություն ունենալ չի նշանակում պարզապես ասել շատ ենք ուզում, ինչ լավ կլինի։ Ամեն ինչ անել է պետք նաև դրա համար։ Իսկ Սիսիան համայնքի բնակիչները եւ նաև համայնքապետարանը իր ողջ ազնագազմով եւ ցանկանում են եւ կատարում են եւ աջակցում են եւ այլ երկար բառեր չասեմ, կարծես թե այս ասելիքս դրանով ասեցի եւ այս հաջողության հիմնական գործոններից մեկը, որ մենք արդեն 5 տարեկան եւ միջազգայինորեն ճանաչելի ու կայացած փառատոն ունենք, այդ գործոններից մեկը հենց Սիսիանի համայնքն ու համայնքապետարանն է։ Եվ իհարկե Սիսիան քաղաքը շատ կարևոր է եւ արժանի է նաեւ նման կենտրոն լինելու համար, որտեղ ունի շատ հարուստ ժառանգություն, նաեւ եւ իր դիրքով եւ իր պատմամշակութային ժառանգությամբ հենց համապատասխանում է Նավասարդ փառատոնի էությանը, բովանդակությանը եւ նաեւ շատ կարեւոր է, որ Սիսիանը Սյունիքի մարզը, Սյունիքը եւ Սիսիանը, որը համեմատաբար զբոսաշրջության ոլորտում զարգացման առումով զիջում է հարևան համայնքներին, Գորիս, Կապան, մենք պետք է կարողանանք անել այնպես, որ ավելի զարգանա, հավասարվի եւ մենք իրականում շատ կարեւոր է, որ մենք նաեւ Մեղրիում ունենանք լավ զարգացումներ, կարողանանք Սյունիքն ամբողջությամբ այսպես լավ զարգացած զբոսաշրջային այսպես կենտրոն տեսնենք անընդհատ այսպես կայուն զարգացումով ի նպաստ նաեւ հենց Սյունիքի տնտեսական հզորացմանը, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ նաեւ միջազգային հեղինակության առումով բարձր մակարդակի պահենք Սյունիքի հեղինակությունը։ Մենք պետք է կարողանանք այդ ռեսուրսը նույնպես արդյունավետ օգտագործել։ Նրանք նույնպես ունեն շատ լավ ռեսուրս, առանձնահատուկ
նաև բնություն եւ խոհանոց եւ ավանդույթներ, այստեղ նույնպես ցանկություն է պետք։ Այ շատ կարևոր է, որ մենք արդեն Դիլիջանից շարունակենք անցնենք։ Դիլիջանը բավականին լավ զարգացում է ունեցել, այնտեղ նույնպես փառատոններ կան, այնտեղ նույնպես լավ ծրագրեր կան եւ շատ լավ է դա, իսկ տարիներ առաջ մենք ամեն ինչ անում էինք, ջանք եռանց չէինք խնայում, որ Դիլիջանը կարողանանք զարգացնել։ Իսկ հիմա բավականին զարգացում կա եւ բավականին ակտիվություն կա Դիլիջանի ուղղությամբ։ Հիմա պետք է անցնենք Իջևան, իր նորից հրաշագեղ բնությամբ, իր նորից բազմազան համեղ, շատ հետաքրքիր խոհանոցով, պատմամշակութային ժառանգությամբ, հրաշալի բնակչությամբ պետք է առաջ գնալ։ Վերջերս բավականին լավ զարգացումներ ունեցանք։ Այնտեղ ունենք շատ լավ նաև գրավչություններ, ռեսուրս։ Իջևանի գինու գործարանը եւ ոչ միայն գինու գործարան, այնտեղ նաև տարբեր գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման շատ լայն հնարավորություններ ունի, շատ լավ ենթակառուցվածք ունի տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար։ Նոր բացված հյուրանոց, մի փոքր ավելի հեռու բանից գինու գործարանից, այսինքն ենթակառուցվածքները զարգանում են։ Հին Իջևան, Old Իջևան, շատ լավ հյուրանոց, այսինքն եթե առաջ մենք ասում էինք, որ ենթակառուցվածքները դեռ բավարար չեն, այո, աճելու տեղ ունեն, շատ ունեն։ Այնտեղ որ մի քիչ էլ գնում ենք էլի Իջևանում կան որոշակի նախկինում էլ գործող, օրինակ Մայիսյան կամուրջ եւ այլն, բայց պետք է քիչ են։ Մեր մասնավոր հատվածը պետք է գիտակցի, որ միշտ չէ, որ ասում ենք, այ եթե պահանջարկ լիներ, առաջարկը իրեն ասենք սпасել չէր դա։ Շատ ժամանակ հենց առաջարկն է ծնում պահանջարկ, իսկ զբոսաշրջության ոլորտում փորձը ցույց է տվել, որ երբ որ իրականում արդեն մենք ձևավորում ենք այդ լավ առաջարկը, պահանջարկը կա։ Եվ այ մենք պետք է սկսենք շարժվել այդ ուղղությամբ։ Եվ այնտեղի համայնքները ես ինչու նաև այսպես ոչ պարզապես գեղեցիկ բառերով, օբյեկտիվորեն գովաբանեցի Սիսիան համայնքը, որ սա նաև լինի օրինակ մյուս համայնքների համար։ Այնտեղ որտեղ ցանկանան, մենք կարող ենք ունենալ շատ լավ այդպիսի հնարավորություններ։ Այ տեսեք նույն Արենիի օրինակը։ Այ առաջիկայում արդեն Արենիում գինու փառատոնն է, որը արդեն ավելի քան 20 տարի անընդհատ կազմակերպվում է եւ մեծ միջազգային հեղինակություն է վայելում։ Հոկտեմբերի ամեն տարի հոկտեմբերի առաջին շաբաթ օրը։ Կամած, այսպես համայնքն էլ գիտակցել է դրա նշանակությունը, անհրաժեշտությունը եւ ամեն տարի սպասում են եւ պատրաստվում են այդ փառատոնին, գինու փառատոնին, եւ դա արդեն աշխարհահռչակ փառատոն է, գինու փառատոնը։ Կառավարությունը ընկալում է այս փառատոնների դերը եւ նշանակությունը, որը իրականում շատ մեծ է, եւ դա լավ է։ Եվ կա պետական աջակցություն փառատոնների կազմակերպման ամեն տարի մրցույթով ընտրվում են այն կազմակերպությունները, որոնք որ փառատոններ են կազմակերպում եւ ստանում են պետական աջակցություն։ Եվ բավականին լայն շրջանակ փառատոնների այդ աջակցությունից օգտվում է։ Դա լավ է, վատ չի, բայց այստեղ մենք անելիք ունենք, այստեղ մենք խնդիր ունենք։ Ցավոք կա այսպիսի մի պայման, որ մեկ կազմակերպություն աջակցության համար չի կարող դիմել մեկից ավելի միջոցառում փառատոն կազմակերպելու համար։ Սա նշանակում է, որ ըստ էության մրցույթը կազմակերպվում է ոչ թե փառատոնների,
այլ կազմակերպիչների միջև, ինչը կարծում եմ արդեն չի համապատասխանում քաղաքականության այն նպատակներին, ինչի համար այս փառատոնները կազմակերպվում են։ Օրինակ, մի շարք կարևոր փառատոնների հիմնադիր եւ առ այսօր փառատոնները կայացրած, զարգացրած կազմակերպություններ, Արենի փառատոն հիմնադրամը, Էվենտուրա ընկերությունը, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման պահպանման հասարակական կազմակերպությունը, արդեն Տուրիզմի հայկական ֆեդերացիան, ու ֆեդերացիան միայն 1-2 միջազգային համագործակցության շրջանակներում նման կարևորություն ունեցող փառատոններ է անձամբ մասնակից լինում կազմակերպման աշխատանքին։ Մնացածը ֆեդերացիայի անդամ նման փորձառու, պրոֆեսիոնալ կազմակերպություններ են, որոնք տարիներ շարունակ արդեն 20 տարուց ավել այս գործընթացի մեջ են։ Հիմնադրել են այ գինու փառատոնը Արենիում, նույն Արենի համայնքում այն ժամանակ Խաչիկ գյուղում էր, բայց մինչև հիմա շարունակում է Գաթայի փառատոնը, Տոլմայի փառատոնը, խոհարարական ավանդույթների զարգացման պահպանման հկնել այս մասով, Տոլմայի փառատոն, Խորովածի փառատոն, հայ-վրացական Միմինո փառատոն, նաև ֆեդերացիայի հետ համագործակցությամբ, հայ-վրացականը եւ հայ-իրանականը ֆեդերացիայի հետ համագործակցությամբ։ Հիմա ինչ անի այդ կազմակերպությունը։ Մենք փոխանակ մրցույթները կազմակերպենք փառատոնների միջև, որտեղ դրանք են կարևոր։ Ասում ենք, չէ, մի կազմակերպություն չի կարող մեկից ավելի փառատոնի համար դիմի։ Իսկ հիմա ինչ անենք, մյուսները տեղի չունենան, իսկ այդ մյուսները շատ կարևոր փառատոններ են։ Ինչ անենք հիմա պարոն Մամուլյանը չզբաղվի Միմինո փառատոնով հայ-վրացական, ինչը շատ կարևոր նորից միջազգային նշանակության, կամ հայ-իրանականով, որը տեսնում եք դրա նշանակությունը, չզբաղվի Տոլմայի փառատոնով, ինքն է չէ հիմնադրել իր կազմակերպությունն այդ փառատոնները, այսինքն Տոլմայի, Խորովածի ու էլի շատ փառատոններ, դրանք չանել չի կարելի արդեն, դրա համար եմ ասում, այսօր արդեն դա խնդիր է դարձել։ Այդ փառատոնները չանել նշանակում է միջազգային հանրության շրջանակներում երկրի հեղինակության վրա բացասաբար անդրադառնալ, որովհետև արդեն այդ փառատոնները դարձել են միջազգային նշանակության, շատ միջազգային զբոսաշրջիկներ, հատկապես Հայաստան գալիս են այդ փառատոնների համար։ Այդ փառատոնների տեղի չունենալը ուղիղ բացասական ազդեցություն է երկրի իմիջի վրա որպես զբոսաշրջային երկիր։